Եվ նա մշտապես մնաց եկեղեցուն հավատարիմ։ Սրանք խոսքեր են Սանահնի Սուրբ Վանքի առաջնորդ Առաքել arczepiskopos-ի կողմից Խաչատուր Աբովյանին տրված վարքի վկայականից, որը հանվել է արխիվներից եւ արդեն ներկայացված է Մեծն գրողի տուն թանգարանում։ Վերջին շրջանում Խաչատուր Աբովյանի թանգարանն իրականացրել է մեծածավալ գիտավորնողական աշխատանքներ Հայաստանի Մատենադարանում, Ազգային արխիվում եւ գրադարանում։ Արդյունքում կարողացել են հայտնաբերել ու ներկայացնել նոր կենսագրական տվյալներ, մոտ 300 վավերագիր, մոտ 100 անտիպ եւ չվերծանված էջեր, որտեղ նաև գրողի եւ եկեղեցու ոչ միանշանակ հարաբերությունների մասին կա բացահայտումներ։ Իհարկե Աբովյանը ուներ որոշակի խնդիրներ բարձրագույն հոգեվորականության հետ եւ խնդիրը միայն ազգի լուսավորության հետ կապված հարցերն էին, բայց եկեղեցու եւ Աստծո հետ Աբովյանը երբևիցե որևէ խնդիր չունեցել եւ չնայած այն հանգամանքին, որ նա ազատվեց հոգեվոր ծառայությունից, նա շարունակում էր մինչեւ կյանքի վերջ հավատարիմ մնալ Աստծուն, եկեղեցուն, նույնիսկ իր աշակերտների վկայությամբ Խաչատուր Աբովյանը ամեն շաբաթ օր հագնում էր կրոնավորի զգեստ եւ եկեղեցում քարոզներ էր կարդում եւ քարոզների հիմնական ուղերձը ազգի կրթությունն էր։ Նա հորդորում էր ծնողներին, որպեսզի իրենց երեխաներին կրթություն եւ համապատասխան դաստիարակություն տան։ Խաչատուր Աբովյանի Գերմանիայում ուսանելը, որտեղ բոլորը լյութերադավան էին, հայ առաքելական եկեղեցու համար պատճառ էին, որ նրան որոշակիորեն մեղադրեն։ Ինչ վերաբերում է այդ նոր գտնված վավերագրերին, դրանք հիմնականում աղոթքներ են, ներբողներ են, նվիրված Աստծուն, Մարիամ Աստվածածնին, ուղերձներ են բարձրագույն հոգեվորականներին, որոնք այսպես մեծապես փոխում են պատկերացումը Խաչատուր Աբովյանի եւ եկեղեցու վերաբերյալ։ Նոր գտնված վավերագրերի շարքում առանձնակի ուշադրության է արժանի Աբովյանի ամուսնական պայմանագիրը, որն այնքան էլ բնորոշ չէր այդ ժամանակներին։ Աբովյանին բողոքական համարելու պատճառներից մեկն էլ այն էր, որ նա ամուսնացած է եղել կիսաէստոնուհի, կիսագերմանուհի Էմիլիա Լոզեի հետ, որը նույնպես բողոքական էր, բայց այս հարցը Աբովյանի սկզբանե լուծում է, նրանց միջև կնքվում է ամուսնական դաշն։ Թերևս այսպես բացառիկ մի երևույթ այն ժամանակվա իրականության համար, եւ այս փաստաթղթով Խաչատուր Աբովյանը եւ Էմիլիա Լուզեն պարտավորվում էին ամուսնանալ հայ առաքելական եկեղեցում, նրանց երեխաները պետք է կրթվեին եւ դաստիարակվեին հայ առաքելական եկեղեցու դավանանքի համաձայն։ Թանգարանի այցելուներին նոր գտնված փաստաթղթերը շատ հետաքրքիր են, բայց նաեւ նրանց հետաքրքրում է հայ մեծ լուսավորչի Արարատ լեռը բարձրանալու հանգամանքը։ Աբովյանի տունը պահպանվել է գրեթե նույնությամբ, իսկ տարածքում է գտնվում նրա հանրահայտ արձանը։ 2020 թվականին թանգարանի նախկին տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի նախաձեռնությամբ Տաշիր բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ մենք կարողացանք վերականգնել Խաչատուր Աբովյանի արձանը եւ բարեկարգել թանգարանի հարակից տարածքը։ Սա շատ կարևոր եւ հրատապ խնդիր է թանգարանի համար, քանի որ Խաչատուր Աբովյանի արձանը դեռևս կերտված 1913 թվականին կանգնած էր կոռոզիայի վտանգի առջև։ Հարակից տարածքում ձևավորվել է բացօթյա գրադարան, որը այդ ժամանակ իր ձևաչափի մեջ առաջինն էր։ Մինչև այսօր էլ այդ բարեկարգված տարածքում մենք կազմակերպում ենք հետաքրքիր միջոցառումներ եւ կրթական ծրագրեր։ Վերջին տարվա ընթացքում հանրությանը ներկայացվել են գրողի նաեւ անհայտ ստեղծագործությունները։ Մինչ 2026 թվականը արդեն 6 նոր գիրք կդրվի ընթերցողի սեղանին։